Խոսքի այն կարգի ապահով տեղ ա եղել, որ ոչ մեկից մտքով չի անցել, մի հատ կամերա դնում։ Հայրն է 2 տարեկան Տիգրանի, որին փնտրում են մայիսի 4-ից, Մարմարիկում ու հարակից բնակավայրերում, Սարերում եւ Գետում։ Փոքրիկն անհետացել է առանց հետքի։ Տնից մեքենան հեռավորությունը 40 մետր է։ Մեծ ավտո է, ակերն են փոխում, ասի երեխա է, մի բանի ձեռ չտանքն էլ ակտիվ երեխա է։ Իրան վնաս չտալու համար ասի գնացեք դու։ Քուրու ախպեր իրար հետ եկան դեպի տանկով։ Խոսքի էդի մշտական իրանց այդ խաղալու տեղն է։ Քույրը մտել է տուն, Տիգրանը մնացել Բաքում, մայրը մտածել է հայրիկի մոտ է, հայրը տանն է։ Այդպես ամենաշատը 10-15 րոպե փոքրիկի հայրն է պատմում, զանգերի ժամերը հանում, գումարում, արդեն որերորդ անգամ։ Մի հատ 5 տուն ներքև ազելով իջել եմ, եկել եմ նորից մտել եմ տուն, բարձրացել եմ վերևը մանեմ, եկե գոռալով էլի, իհարկե արդեն Տիգրանցից գոռալով եմ այդ ինչ որ ասում։ Գնացել եմ հարևանի տուն, նորից հարցրել եմ ժուլետով կարող է երեխեն ձեր տունն է, զանգել եմ Արսենին, այդ զանգով օբշի այդ պահը 23 րոպե եղել։ Մեծ հաշվով 10 րոպե է ձեր։ 10-ից 15 րոպե երևի։ Հայրը վստահ է, որդին իրենց կողքով իր ոտքով չի եկել անցել, պապիկի հետ գործ անելիս են եղել հենց ճանապարհի վրա, իրենց տունը առաջինն է, համել Տիգրանը, եթե հետ գար, կմնար հոր մոտ, ոչ թե հոր կողքով կանցներ, իսկ իրենց տան բակում, դարպասից ներս միշտ էլ մնացել խաղացել է։ Այսքան հատված։ Միշտ որպես կանոն եկել մեր էդի մամայի ասելով եմ, ասում ես չեմ տեսել այս գործի, այս կոմի վրա, ասում հիշում եք գալիս էր ստե, Ես իր խաղալու տարան, այն կոմ ընդհանրապես չի ձգտել։ Իսկ այն կոմ գնալը հեշտ է ընդհանրապես, թե ինչ որ բաներ պիտի հաղթահարի։ Հաղթահարելը ունես չի որ շատ հեշտ է։ Տան հետնամասից Գետը հասնելու համար 2 տարեկան Տիգրանը 10 րոպեում այս ճանապարհը պիտի անցներ, հաղթահարեր երկաթե իրերի այս կույտը։ Հետո իջներ կամ գլորվեր այս թեքությունից։ Թեքության վրա քարեր, ծառեր, արմատներ կան, կխոչընդոտեին, հետքեր կմնային, բարձր մտածում է Տիգրանի հայրը։ Տարել եմ ընդ երեխեն, էլ եմ ասում, գետի, կոմ չի ձգտել։ Եթե իմ հետ գնացել է, որտեղ կայնացրել եմ, այդտեղ կայնացա մնացել։ Մարմարի գետի երկայնքով աղբյուրակի ջրամբարում ներկապային իրականացում է որոնողական աշխատանք։ Եվ անօդաչու թռչող սարքեր են կիրառել, եւ ջրասուզակներ, ներկապային էլ իրականացվում է։ 218 փրկարար, 170 ոստիկան այս օրերին Մարմարիկում կամ հարակից բնակավայրերում են, անհավանական վարկասներն անգամ ստուգում են, բա որ հանկարծ Ոստիկանության ծառայողների կողմից ստուգվել է շուրջ 5 տասնյակ մարդկանց, ստուգվել է 2 տասնյակ ավտոմեքենաներ, անընդհատ այդ աշխատանքները իրականացվում են։ Ինչ վարկածներ առաջ են քաշվել, մենք այդ վարկածների հետևից փրկարար ծառայողները եւ ոստիկանության ծառայողները աշխատանքներ են իրականացնում, որ ինչ-որ արդյունքի հասնենք։ Վարկասներից մեկն էլ երեխայի անհետացումը գիշատ չի ձեռքի գործն է, այս դեպքում արծվի։ Կամավորները փրկարար ծառայողների ուղեկցությամբ Սարերն են բարձրանում, 5 օր է չփակվող տան մուտքի մոտ Տիգրանի կոշիկներն են, շներն են հոտոտել, առաջին օրերից են որոնողական աշխատանքներին միացել, անարդյունք։ Հորդառատ անձրևից հետո շների մասնակցությունը էլ իմաստ չունի, պատմում է Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը։ Ասացի նաև գետի հունն է կանգնեցվում այդ։ Ոչ, գետի հունը չենք կանգնեցրել, ընդհանուր մենք ներքևում ունենք այդ պատտեշներ, աջ կողմը թեքել ենք դեպի ձախ, որ այդ հատվածը, աջ կողմի հատվածը ավելի գետի հունը իջնի, ավելի տեսանելի դառնա։ Գետի ողջ երկայնքով ենք ասում, ըստեղից մինչև ուր է։ Այս կամուրջից մինչև ներքև ջրառատ թաղամասի կամուրջը 7 կիլոմետր է, այն կամուրջից մինչև աղբյուրակի ջրամբար, որտեղ որ գետը լցվում է, 7 կիլոմետր էլ 7-ից 8 կիլոմետր ընդեղ, այսինքն մենք ընդհանուր դեպքի վայրից մինչև աղբյուրակի ջրամբար ընդհանուր 15 կիլոմետր է։ 15 կիլոմետրից հետո Բջնի գյուղով շարունակում է իր ճանապարհը, բայց այդ հատվածում էլ նավակներով են հերթապահում։ Միասին անցանք այդ 15 կիլոմետրը։ Նավակներով հելի նույնպես որոնողափրկարարական աշխատանք ենք անում, հասկանանք, եթե գետի մեջ հանք է, տեսնենք, դրա համար նավակները անընդհատ պտտվում են։ Փորձից ելնելով, եթե ընկել է երեխան ջուրը, ստեղից են հանում։ Ինքը արդեն շատ չի տանում, էլի։ Ավելի հանգիստ, ավելի կանգուն վիճակ է։ Բացի դրանից դրոններ են պտտվում, ուղղակի հենց հիմա նախ այս պայմաններում եղանակային պայման դրոնի համար հնարավորություն չունենք։ Հենց եղանակը բացվում է, դզվում է, նորից դրոնները փորձում ենք ինչ-որ մի բանով գետի վրայով տանենք։ Ցանկացած ինչ էլ հայտնաբերում ենք, երեխայի կոշիկ, դե գիտեք, աղբը շատ է։ Երեխայի կոշիկ կլինի, ինչ-որ մի բան,
Մի անգամից ուղարկում ենք ծնողին, մի քանի բան գտել ենք, դա չի եղել։ Ցանկացած չի մի բան, որը երեխայի հետ կապված է, հանում ենք, նկարում, ուղարկում ենք, տանում ցույց ենք տալիս։ Նաև զանգեր է ստացել հայրը, տեսել են որդուն, իրենց մոտ է, բոլոր դեպքերում ոստիկանների հետ արագ ճշտել են, գնացել հասցեներով։ Մեկը սխալմունք է եղել, մյուս դեպքում զանգողն ունեցել է առողջական խնդիրներ, հորդորն է։ Անհիմն զանգերը, լրատվականները որպես հիմք հրապարակել են երեխային զանգել են հորը, ասել են բերելու ենք Մարմարիկի մոստի վրա 2 ժամից ելեք վեկալեք, ձեր երեխան մեր մոտ է։ Սա որ ես իմ ցավը թողած, ես պետք է ընկնեմ այդ իրանց անհիմն հայտարարությունների հետևից, քնչական ստեղ, բայց ին վիշտն էլ հասկացեք։ Ամեն լուր, մինչև հիմա չճշտեք, չհրապարակեք։ Իսկ գյուղում աղմուկ չկա, Մարմարիկ գետի աղմուկն է լրացրել։ Փոքրիկ Տիգրանենց տան մոտ ոչ միայն իրենց ամբողջ գյուղն է, այլև հարևան գյուղերից։ Բոլորը լուռ, բոլորը հրաշքի սպասումով։ Գուցե հրաշքը տեղի ունենա մայիսի 9-ին, Տիգրանի 2-ամյակին։ Իրինամ Կրշյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։